հայրեջտ են կատարել Լոնդոն, Երևան, Փարիզ, Երևան, Պեկին, Երևան, Մոսկվա, Երևան ինքնաթիռները։ Գրել է հայոց, որ մնա հայը դպրոց, որ չզուլվի նա օտարին, որ արարի ու հավերժի։ Սակայն դուք, սիրելի երեխաներ, սկսել եք օտար լեզուն սիրել ավելի քան ձերը։ Սկսել եք օտարի գիրը պաշտել, մոռանալով հայոց լեզուն։ Նայեք, մեր հազարամյա մայրաքաղաքում ամեն օր միայն օտար լեզու է տիրում, իսկ հայերեն խոսքն ու գիրն ասես խորտ զավակներ լինեն հայրենի երկրում, ուրեմն դրանք այլևս պետք չեն ձեզ, և իմ տառերը որոշեցին հեռանալ ձեզանից։ Լսեցիք, հասկացաք, բա ոնց անենք, բա ինչ անենք, որտեղ կտրենք։ Նրանք նեղացել ու հեռացել են այնտեղ, ուր դեռ հայն ու հայկականն է տիրում,
Նրանք հեռացել են դեպի մեր սեկ լեռների գագաթները, դեպի մեր գետերի անարատ ակունքները, թաքնվել են հայանում քաղաքներում ու շեներում։ Տեսնացիք, ինչ եք կանգնել։ Մենք կարող ենք նրանց վերադասնել։ Ախր արածներ տալ լեզուն եք գործնել։ Միթե բարդ իհարկե կգործնենք լեզուն ու հայրենիքը։ Պետք է նրանց հայրեն սովորեցնել։ Օգնեք մեզ խնդրում եմ, օգնեք գտնեք նրանց։ Իսկ դրամանեզի ճապետ, մենք ամեն ինչ կանենք։ Վերադարձեք ձեր արմատներին, գնացեք, խնդրեք ձեր լեռներին ու շեներին, գտեք մեր գետերի ակունքները, հարցրեք, ով եք դուք, որտեղից եք գալիս, համոզեք հայոց տառերին, որ նրանք պետք են ձեզ, և նրանք կվերադառնան։ Դե գնացինք, ինչ եք կանգնել, գիտաժողովի մնացել է 3 ժամ։ Պետք է նրանց հայրեն սովորեցնենք, գիտեք հեշտ է ալամեզոններ։ Վայ մամա ջան, շատ գործ ենք անելու, առաջին ուր ենք գնում, դեպի լեռներ գետեր թե քաղաքներ։ Միթե պարզ չէ, սկսում ենք այո։ Արարետ շունչ այոս, լեռ արարման ասվածանիս։ Դե գնացինք լեռները մեր։ Լեռները պետք է տակ։ Հայոց լեռներ, հպարտ լեռներ, միշտ մեզ բաղող սեկ ամրոցներ, նվիրեք մեզ, տառերը մեր, հայրենաշեն գրերը մեր։ Որ շմերնի հայոց լեզուն, որ հայ չի հայդարն, խոստանում եք էջեք Դավիթ, մեր սուրբասուկ թանք բայրենի։ Հայոց լեռներ, հպարտ լեռներ, վերադասեք տառերը մեր, մեկ ձեզ երկեր կդպիրեք, ձոր ու սարեր կդպիրեք։ Ավարտույթ ու աներկներ ոտանավոր ու ամասներ, ինչ որ ուշեք նվիրենք մեր տարները տվեք տանք։ Արադ լեռն եմ լուսել, աստված միրյան մրոցը բե, ես եմ հայ միշտ հայ պայլ, իմ հայացքով շանք ու վսել։ Հայ
Այբ ու բենի Մեսրոպյան մեր, էլի ուստար էր կան թակնված, ձեր ապահով կրկերի տակ։ Ես մասիսի կեսն եմ ասես, վանացովի թագս եմ, թե իմ տարը չգուսակեք, ծեմ վստայի ոստար ոստեր։ Վա, չեք կարող չգուշակել, սիպանել դու մասյակել, սուրբ ծարերի պահապանը խպշմեք, սեն մեզ վստահես։ Ես հլարկիս եմ ճարվագել, լերնապրոպ իմանումը, կրկում ավերս պահել, չար ու գորոս բերի նախել, նունեմ
թերիքներ, խոսի եշտարներ, տաճներ։ Երկատու թեխի ազան կուրի, որ լսի բեն լեզուն վայրերի, որի չարուր դին, ագեն յարի դրան ով կտեսնի։ Երազան բոլորս ունենք գետերը մեր մեծանկիրներ միջապուր պիտի ասնենք, որ մենք էլ տանենք հայերին։ Եթե հավատոք դաշնեն թարթարից թորդարը, թգթնքան կարկարից կվեր են կենտարը, արցախից եկվեր նաշտոցյան։ Տղաներ, կնեք գտանք, տնեք գտանք։ Որ մնաց որոտան քնշան, որտեղ ես կողողջի վտակով, որ ապրի լեզուն մեր հայկական, հետ ուր մեզ տարերին քրոկան։ Կետան պատմում ան ձորագես ձորերում պատերած լավդարը։ Դմբերեն ծնծվան, մենք գիտենք անուշ է միշ գովեքում նրա, հետեր գտան փապակի, քուն տարախտել գովեստա։ Շատ ապրեք մանուկներ, ինչ նախ միդարներ ես ես կտան տվեր, հող հայնիկ բայց գտեք, դուք գետը տարրակվան։ Հոն տարով մենք գետեր չունենք, հեշտեղ խնդիրիտ կատարել, մագրետ փոքրիկ պետության քաղաքնուա Հրաստան։ Դե գնանք, դեր շատ գործ ունենք մենք, դեր որքան դար պիտի որոնենք։
Ոտենք տայեց ուրեմնա, անիսիտակ, դերիկ, մեր մայրենը չեք մորանա։ Լսեք մեծեր պատկան, որպես փոքրիկների խոսքը սրտանց, այսօրվանից անունեմ ձեզ հայոց լեզուն հազարագան։ Մտվել է նա հանց ասվալից երկինքները ժամանակի, շարաչել է խրուաղույց, լացքի է զայգերել։ Պահել են նա բարձր մուճի տարեցի սուրբ ձյունի պես, բայց նրան սրտեր մոտ մեր պապերի աչունի պես։ Սասեք մեծեր ուլելիքներ, արդ ուստագոյը գլար, իմեզ ակամը, սավեք մի մայլ է տուն չումանա։ Ու մեզ շոպի զուրբ հանջարով դարձել է գիր ու մագաղավ, դարձել է հույց, դարձել դրոշ, կայր երդը մեր անաղավ։ Ասկային ինքնության պահպան
կապում էի իմ հետ աշխարհի։ Ես մենք ուզենք ավեք այստեղ, այս քարքոտ ուղենրա, որ էծրածակի քարիները։ Ուզում ենք, որ մեր հանճարը չլքի իր ոստանը, որ գտնվի դեղ ու ճարը ապրենք ծաղկող Հայաստան։ Մենք ուզում ենք ես դեպների մեզ եկի Արտեք մեկտեք մի եկիքի մի արեր ովանի տակ։ Նոր կյանք տարվակ ու պարքի մի նոր թրիշ և չետ հրջու որ հերանանք։ Նվաց ինքնություն խորագրով այս հնարանը հանդեսը դեռ մի քանի
քանի ամիս առաջ նրանք վախվորած գտնում էին դպրոց, չգիտեին ուր են գալիս, ինչ է սպասում իրենց իսկ այսօր արդեն վստահ քայլերով բեմին կանգնած սպասում են ձեր ջերմ շնորհավորանքներին։ Ես նույնպես շնորհավորում եմ իմ բոլոր երեխաներին, արդեն բոլորը մերձ են, շատ հուզված եմ խոստովանել Դավթաշյանը։ Առանձնահատուկ է նաև մեր այս հրաշք առաջին դասարանցիների համար։ Հրաժեշտ Այբենարանի դպրոցական կյանքի այս առաջին և անմոռաց հրաժեշտը բոլորովին այլ հնչյունություն է։ Այսօր մեր բալիկները մեզ ներկայացրեցին մեծրոպատար այբուբենով հնչեցրած իրենց արտասանություններն ու երգերը։ Եվ այս հրաժեշտը տարբերվում է բոլոր այդ հրաժեշտներից նրանով, որ այսօր մենք մեր բալիկների հայրիները ամրագրեցինք մեծրոպյան տարերը սովորեցնելով։ Այս հրաշքները մեզ այսօր համոզեցին, որ դեպի գիտության ճանապարհ իրենց քայլերը շատ վստահ են կատարել։ Շատ մեծ աշխատանք, մեծ եռանդ նվիրում են մեր դասվարներն այսօր ներկայացրել։ Այսպես նստած դիտում ենք և մեզ թվում է, թե բալիկները մեկը արագ է ասում, մեկը դանդաղ, մեկը մոռանում է, բայց այն հսկայածավալ աշխատանքը, որ արել են մեր ուսուցիչները, ուղղակի անհամբերի է։ Եվ իրենց գործունեության ընթացքում, աշխատանքային գործունեության ընթացքում դրանք բազմաթիվ սերունդներ են արդեն կրթել, դաստիարակել, գրել ու կարդալ սովորեցրել։ Եվ դա է պատճառը, որ այսօր իրենց մոտ մի տարբերվող հուզմունք է։ Եվ երևի թե այդ հուզմունքն է, որ բարագույրից այն կողմ նաև մեզ է անցել։ Ուզում եմ ձեզ շնորհավորել, որովհետև այսօր դուք ևս մեկ անգամ մեզ համոզեցիք, որ Մեսրոպ Մաշտոցի վարակջարը հասել է մեր սերունդներին։ Եվ այդ տարերով նրանք կարող են և պետք է մեծանան հայերեն մտածեն և հայերեն պահեն մեր փոքրիկ տողն ու հայրենիքը։ Ձեզ շնորհավորում եմ։ Քաջ առողջություն և նոր ձեռքբերումներ եմ պահում։ Ուզում եմ, որ ձեր մանկավարժական գործունեության ընթացքում այսպիսի միջոցառումները հարատել։ Շնորհավորում եմ մեր այս հրաշքներին գրաճանար դառնալու համար։ Ծնողներին, որ իրենց բալիկների դժվարին, բայց կարևորագույն ճանապարհը արդեն հարթել։ Շատ դասագրքեր եք բացելու սիրելիներս, բայց ոչ մի դասագիր այնպես երկրորդ չեք բացելու, ինչպես Այբենարանը։ Եվ ոչ մի դասագրքից այդքան մոտերմիկ ժպիտ չեք ստանալու, ինչպես Այբենարանից։ Շատ խոսքեր կուզեմ ասել, հարգելի ծնողներ, որովհետև այս կանգնած բալիկները մեր բաղբաղվիստն են։ Իրենց հայրենասիրական ոգին մենք նկատեցինք և ուզում եմ մենք ուղղակի օգնող և պահպանող լինենք։ Տանք լավ դաստիարակություն և գլուխներս բարձր միշտ պարտանանք նրանց հաջողություններով։ Ձեզ ոչինչ չեմ ասի, միայն կասեմ, շնորհավոր Այբենարանի տոնը, սիրելի առաջին դասարանցի։ Ողջ կոլեկտիվի, ծնողների, բալիկների կողմից առանձնահատուկ նորից շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում ձեզ և ուզում եմ կրթահամալիրի տնօրինության կողմից մեր շատ սիրելի դասվարներին Մարիամ Ավետիսյանին, Արուսյակ Վարդանյանին, Գեորգի Մամուրադյանին, Մեսրոպյան Այբուբենը երեխաներին նվիրումով ու սիրով ուսուցանելու, ինչպես նաև գտնված ինքնություն խորագիրը գրող միջոցառումով բարձր մակարդակով կազմակերպելու և իրականացնելու համար շնորհվել պատվոգրել։ Եվ բոլորիս ջերմ շնորհակալությունները և շնորհավորանքները ձեզ։
Շատ դժվար աշխատանք էր, նորից եմ ասում։ Մի քանի պահ ես ներկա եմ եղել եւ ուղղակի միայն խոնարհում բարելի է ձեզ կատարած մեծ աշխատանքի եւ այսքան մեծ թվով ալիքների համար։ Շատանամ եւ բոլորս միասին չարչարվենք։